Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևան ջուր ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում, շուրջօրաջրամատակարարման ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80%-ը։ Նախորդ շաբաթ հայտնաբերված աղբը չնախատեսված վայրերում թափելու 71 դեպքերի մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են հողի փխրեցման, սիզամարգերի, ցանքսի նախապատրաստական աշխատանքներ։ Ծաղկապատման նպատակով ներկրվել է ծաղիկների հերթական խմբաքանակը 1.100.000 ծաղկասացիլ։ Նշվել է, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ։ Քաղաքապետարանի ջեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լեփուտյանը եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանը։ Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են 119 ավագ եւ 51 հիմնական դպրոցների թիմերը։ Օլիմպիադայի հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվել են նաև դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի տարածքային փուլի հաղթող դպրոցները։ Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին պարգևներ են հանձնել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լեփուտյանը եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանը։ Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ եւ հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական քաղաքական մեծ գործչի հիշատակին։ Երջանկահիշատակ վարչապետի շիրիմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար։ Կիսվելով Մարդու պատասխանատու պաշտոնյայի ազգային նվիրյալ գործչի եւ կուսակցական սիրելի առաջնորդի մասին ունեցած հիշողություններով նշվել է, որ անգնահատելի է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի վաստակը Հայաստանի Հանրապետության կայացման, շենացման ու ազգային ավանդույթների պահպանման գործում։ Նրանք առանձնակի կարևորել են նաեւ այն մեծ սերն ու հարգանքը, որ տածել է Անդրանիկ Մարգարյանը յուրաքանչյուր հայ մարդու հանդեպ, ինչն այսօր էլ փոխադարձվում է ժողովրդի կողմից նրա հիշատակի հանդեպ ունեցած խորին ակնածանքով։ Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի օրը նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցում կազմակերպվել էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հավերժ հիշատակ եւ խոնարհում մեծ հայ խորագրով միջոցառում, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ եւ վարչական շրջանների ղեկավարներ։ Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրուն, ՀՀԿ կենտրոնի, Ավանի եւ Նոր-Նորքի տարածքային կազմակերպությունների երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում երիտասարդներն ու կրթօջախիսաները ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցածուղին նշել են, որ կազմակերպված միջոցառումն ըստ էության եւս մեկ առիթ է խոսելու մեծ հայրենասերի ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էին հայոց հողն ու երկիրը։ Նրանք նաեւ ընդգծել են, որ երիտասարդ ծերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում։ Թատրոնի միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ։ Քաղաքապետը նախ մասնակցել է ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ինստիտուտի հիմնադիր ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարի բացմանը։ Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուկեսյանի, անվանի արվեստագետների եւ ուսանողների հետ դիտել է թատրոնի միջազգային օրվան նվիրված ուսանողական բեմադրությունը։ Աշխատակազմի եւ ամբողջ ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին, կրթության եւ մշակույթի օջախի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգացության եւ ուշադրության համար ռեկտոր Դավիթ Մուրադյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է արվեստի մեկենաս պատվո մեդալով, շնորհավորելով թատերարվեստի աշխարհի ներկայացուցիչներին ու ուսանողներին թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ու շնորհակալություն հայտնելով պարգևի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել ինստիտուտին եւ ուսանողներին։ Շուրջ 230 կիլոմետրով ընդլայնված արտաքին լուսավորության ցանց ու 11607 նոր լուսատուներ ընդամենը 3 տարում։ Մոտեցումը հստակ էր, ծրագիրը կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հսկողությունը հետևողական։ Երևանի քաղաքապետարանի որդեգրած ծրագրային այս քաղաքականությունը բեկումնային եղավ մայրաքաղաքը գիշերային ժամերին լույսերով ողողելու առումով։
Վերջին 3 տարիների ծրագրային մոտեցումը հատկապես ուղղված էր լուսավորություն չունեցող փողոցներում լուսավորության ցանցի անցկացում, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության ապահովում։ Սա թերևս ամենակարևոր եւ առաջնահերթ պահանջարկված աշխատանքն է։ Եվ այս տեսանկյունից վերջին 3 տարիների ընթացքում համեմատության մեջ 2012 թվականից մինչև 14 թվականի ավարտը, այսինքն 15 թվականի այս պահի դրությամբ մայրաքաղաքում ավելացել է ցանցի երկարությունը 230 կիլոմետրով։ Համընդհանուր մթության ժամանակներն այսօր այլևս անցյալում են։ Արտաքին լուսավորության ցանցի խորհրդային միության տարիների ցուցանիշն էլ գերազանցված։ Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված ու տարեստարի կյանքի կոչվող ծրագրերի շրջանակում լուսառատ են դառնում նաև մայրաքաղաքի երկրորդական փողոցներն ու բակային տարածքները։ Այս 3 տարիների ընթացքում զերոյական վիճակից արտաքին լուսավորության ցանցով ապահովել են 106 փողոցներ։ Մայրաքաղաքում յուրաքանչյուր տարի միջինը 5-ից 6 հեկտար, անցած տարի նույնիսկ 11 հեկտարի հասավ, նոր զբոսայգիների կառուցման ծրագիր է իրականացվում, ինչպես նաև այլ այգիների եւ պուրակների վերականգնում։ Վերջին 3 տարում 35 այդպիսի օբյեկտ է արտաքին լուսավորման ապահովել։ 306 բակային տարածքներ։ Այն, որ ծրագիրն իսկապես անհրաժեշտ է, հաջողված ու արդյունքներն էլ տեսանելի, փաստում է երեկոյան Երևանում զբոսնողների առատությունը։ Շատ գեղեցիկ է մեր Երևանը, շատ էլ դուր է գալիս, շատ լավ ենք զգում ես ամեն անգամ դուրս գալուց, հանգստանալու շատ հարմար տեղ է, երեկոյան։ Ակնհայտ է բոլոր տեղերից երևում է, որ լուսավորվել է եւ հաճելի է զբոսնել։ Շատ գեղեցիկ է, 4 բոլորը, մարդիկ էլ ուրախ են։ Ես հիմա քայլում եմ քաղաքով, չեմ պատկերացնում, որ սա այն հին Երևանն է, որ մենք գիտեինք, սա նոր է։ Քանի գնում եք քայլ լավանում է քաղաքը, մաքուր է, հաճելի է։ Լիարժեք հանգստի կազմակերպման համար այսօր ոչ պակաս հարմարավետ ու լուսավոր են երևանյան բակերը, որտեղ թոռնիկների հետ իրենց հանգիստն են վայելում տարեց երևանցիները։ Մենք գոհ ենք, հանգստանում ենք այստեղ, նույնիսկ թոռնիկս այս ժամին իջել է, իր համար խաղում է, շատ լավ սահարան ունենք, տարուն մարգարեն, սրտացավ է, գովելի է, շատ գովելի է։ Ի վերջո ատողը ծառից հեռու չի գնում։ Արտաքին լուսավորության ցանցի ընդլայնմանը զուգահեռ վերջին տարիներին մայրաքաղաքում հաջողվեց կյանքի կոչել նաև համակարգի արդիականացման ուղղված մի շարք ծրագրեր, որոնք աննախադեպ էին։ Այսօր արդեն ժամանակակից լուսադիոդային էներգախնայող լուսատուներով են լուսավորվում Իսակով Լենինգրադյան ավտոմայրուղին ու Արշակունյաց պողոտայի աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոցն ընկած 1.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը։ Տնտեսող լամպերով է փոխարինվել նաև Իսակովի պողոտայի լուսավորության համակարգը, Հաղթանակի կամրջից մինչև օդանավակայանի խաչմերուկ։ Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվող քաղաքային կանաչ լուսավորություն ծրագրի շրջանակում է կյանքի կոչվել։ 2014 թվականը առանձնացավ ցանցի արդիականացման առումով։ Այս պահի դրությամբ մայրաքաղաքում 1157 լուսատու հենասյուն կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան, ժամանակակից արտադրությամբ հենասյուններով եւ լուսատուներով։ Բանակցություններ են ընթանում միջազգային կառույցների հետ, արտաքին լուսավորության ցանցը դարձնել ներդրումային տեսանկյունից գրավիչ, ապահովել ներդրումային ծրագրերով, որպեսզի մենք կարողանանք փուլ առ փուլ, թեկուզ պիլոտային ծրագրերով սկզբնական շրջանում ապահովել ցանցի արդիականացում։ Այն է առաջնահերթ մալուխային ցանցի ստորգետնյա անցկացում,
հենասյուների թարմացում և լուսատուների արդիականացում։ Այսօր մութն ընկնելուն պես մեր մայրաքաղաքը լուսավորում են շուրջ 63,000 լուսատուներ։ Քաղաքամայր Երևանն այլևս նորովի է ներկայանում, լուսավորված պուրակներով ու զբոսայգիներով, գեղարվեստական լուսավորությամբ ձևավորված արձաններով, կամուրջներով ու նույն կերպ ձևավորված և նոր տեսք ու նույնիսկ մեզ համար նորովի բացահայտվող ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերով։ Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները 2015-ին ու առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական և ապահովելու են վաղվա ավելի լուսավոր Երևանը։ Ձեզ համար կանայք առողջության պահպանման ակցիայի 3-րդ շաբաթն է ամփոփվում։ Արդյունքները սպասվածի չափ են, գերազանցում են նախորդ տարվա դիմելիությունը։ 2014 թվականին ակցիայի 3 շաբաթների ցուցանիշը շուրջ 20,000 էր։ Այս տարի 1000-ից ավելով ավելի է։ Բավականին լայն արձագանք է գտել ակցիան այս տարի ևս, շուրջ 21,000-ից արդեն ավել քաղաքացի է ակցիայից օգտվել, շուրջ 16,000 քաղաքացի հետազոտվել են ամբուլատոր կլինիկական հաստատություններում, շուրջ 2,000-ից ավել քաղաքացի ուղեգրվել է ստացիոնար և 300-ից ավել քաղաքացի արդեն վիրահատական միջամտության ենթարկվել այն պրոֆիլներին, որոնք որ նախանշված էին ակցիայի շրջանակներում և 98 քաղաքացի էլ արդեն ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության։ Եվս մեկ անգամ մենք համոզվեցինք, որ մեր կողմից ընտրված ուղղությունները շատ ճիշտ էին ընտրված, այսինքն թիրախային ուղղություններ էին։ Ոչ միայն ընտրված ուղղություններն են թիրախային, այլ նաև ակցիան անցկացնելու գաղափարն ու հետևողականությունը։ Ակցիայի նպատակակետերից է նաև կանխարգելման նպատակով պարբերաբար պոլիկլինիկաներ դիմելու մշակույթի ամրապնդումը։ Սա շատ մեծ կրթական մի ծրագիր է, որը և կրթում է մեր հայ կանանց, որոնք իրենց առողջությունով սովոր չեն։ Մենք արդեն քանի տարի է զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի կրթական ցենզը մեր կանանց բարձրանա և նրանք կարողանան զբաղվել իրենց առողջությունով։ Լավ մայր են, լավ կին են, բայց իրենց առողջությունը չեն մտածում, որ պետք է անպայման հետազոտվեն իրենց երեխաների և իրենց ընտանիքի բարեկեցության համար։ Եվ սա այս նախաձեռնությունն է, որը քաղաքապետը մեզ տալիս է արդեն բազմիցս մի քանի տարի է մենք դրանով զբաղվենք։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում շաբաթական միջինը 150 կին է դիմում ակցիայից օգտվելու համար։ Քաղաքացի առողջությունը սա մեծ նշանակություն ունի բոլորի համար։ Նշանակում է, որ մարդկանց մասին մտածում են։ Առողջապահական առաջնային օղակը ակցիային մասնակցելու համար է առաջինը։ Երևանցի կանայք նախ դիմում են իրենց գրանցման պոլիկլինիկաներ, ապա անհրաժեշտության պարագայում ուղեգրվում ստացիոնար բուժման, հետազոտության, վիրահատության։ Վերջին 3 տարիներին նոր սարքավորումներով վերազինվող պոլիկլինիկաներում տարի բուժսպասարկման որակն է բարձրանում։ Ակցիաները առում են նաև աչքի վիրահատությունները, գինեկոլոգիական վիրահատություններ և ընդհանուր վիրաբուժական վիրահատությունները։ Այդ պաթոլոգիաներով դիմաց բնակիչներին հետազոտում ենք մենք պոլիկլինիկայի սահմաններում և եթե տեսնում ենք, որ իրոք հիվանդը կարիք ունի ստացիոնար բուժման, այդ դեպքում արդեն ուղղորդում ենք ստացիոնար։ Իրենք ստացիոնարում, եթե արդեն ստացիոնար բժիշկն էլ հաստատում է, որ կարիք կա վիրահատության, ուրեմն այստեղ մենք կատարում ենք վիրահատության համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և արդեն պատրաստի անալիզներով հիվանդը ներկայանում է ստացիոնար։ Ակցիայի հայտարարման օրից Երևանի համար 13 պոլիկլինիկայում շաբաթական հաճախելիությունը միջինը 120-ով ավելացել է։ Հերթեր գոյանում են, բայց համոզմունքը, որ բուժակցիայից կօգտվեն, օգնում է համբերել։ Ձեր գանգատները կասեք, ինչից է գանգատվում։ Ունեցել եմ եղողարտի քարեր, անհանգստություն պատճառում է, բայց ես վերջի 5 օրվա ընթացքում շատ ավելի սրված։ Մենք սոնոգրաֆիկ հետազոտենք ձեզ և ակցիայի շրջանակներում կուղեկրենք հիվանդանոց համապատասխան շնորհակալություն ստանալու համար։ Ակնաբուժական կաբինետը ևս ծանրաբեռնված է աշխատում։ Ակցիայի օրերին պոլիկլինիկա դիմողների մեծ մասը աչքի լույսը վերականգնելու համար է գալիս։ Մեր հիվանդը ունի կատարախտ բարդացած, նաև գլաուկոմա, այս պահին ձախ աչքում կարիք կա վիրահատել կատարախտը, պետք է ուղղագրվի
համապատասխան կլինիկա, ակնաբուժական կլինիկա վիրահատության նպատակով։ Քանաքեռ Զեյթունի ակնաբուժական կլինիկան մեկն է այն բուժհաստատություններից, ուր կանայք ուղեգրվում են աչքի վիրահատության։ Մարտի 8-ից սկսված մեզ մոտ ուղեգրվել են 201 հիվանդ, որոնցից վիրահատվել են 47 առայժմ։ Ակնաբույժները հետ վիրահատական ապաքինմանն են հետևում։ Որոշը բան չէի տերեմ, այսօր արդեն փառքոս Աստծո։ Պացիենտներ էլ կան, որ ձեզ համար կանայք ակցիայով տարի են բարելավում տեսողությունը։ Որ բացից բան է դա, վերևաս կան, ինձ ուրախացա էլ ասում չի պատկերացնում կտեսնի աչքս բանը պատեր երևում, սենց ռոզվի պատեր, աչքիս առաջը։ Սա անցյալ տարի էր։ Ես եկել եմ նորից իմ բժշկիս մոտ։ Քաղաքապետարանը առողջության պահպանման բուժակցիային ուշիուշով է հետևում, անակնկալ այցերով, ինչպես նաև քաղաքացիների օգնությամբ։ Ի դեպ, ակցիայից 20 օրվա ընթացքում 21 000-ից ավելի քաղաքացի է օգտվել, իսկ բողոքները չեն գերազանցում 3 տասնյակը։ Քաղաքապետի կողմից կար հստակ հանձնարարական, որպեսզի բոլոր զանգերի կամ թեժգծերի հետևից գնանք, հետևենք, հետազոտենք, հասկանանք էությունը, հասկանանք ինչու՞մն է խնդիրը։ Դա մեզ օգնում է հետագայում մեր աշխատանքը ավելի ճիշտ ուղղությամբ տանել, այսինքն եթե ինչ-որ խնդիրներ կան, որ փորձենք շտկել, ոչ մի զանգ անարձագանք չի մնում։ Շուրջ 9 տարի է, ինչ մայրաքաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կառավարումը ստանձնել է Երևան ջուր ընկերությունը, որն ի սկզբանե ժառանգել էր բարոյապես ու ֆիզիկապես մաշված մի համակարգ չլուծված բազմաթիվ խնդիրներով։ Դրանք լիարժեք լուծված այսօր էլ չի կարելի համարել։ Հսկայական ներդրումներ են պահանջվում, սակայն ըստ Երևան ջրի գլխավոր տնօրեն Գորգ Գրիգորյանի, անչափ կարևոր է նաև նպատակասլացությունը։ Պայմանագրային հարաբերություններում 10 տարվա համար ամրագրված բոլոր ցուցանիշներն ընկերությունն արդեն գերազանցել է։ Բարեփոխումների ծավալուն ծրագրի, հետևողական աշխատանքի ու Veolia ընկերությունում պարբերաբար վերապատրաստվող բանիմաց մասնագետների շնորհիվ առաջընթացն ու պարբերական ձեռքբերումները երկար սպասել չտվեցին։ Օրերս էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվեց, որ ընկերությունը անցնում է ջրամատակարարման նոր գրաֆիկի, քանի որ ապրիլի 1-ից մայրաքաղաքում ջրամատակարարման նվազագույն տևողությունը կհասնի 17 ժամի։ Շատ մեծ ձեռքբերում է, երբ որ մենք արդեն կարողանում ենք 2015 թվականին նաև Երևան ջրի պայմանագրում է նշած այդ աճը, ժամերի ավելացումը եւ ապրիլի 1-ից 17 ժամ ջրամատակարարում ունենալ եւ այն տարածքները, որոնք 24 ժամ ջրամատակարարում են, դա պահպանվում է եւ ամբողջ ցերեկվա ժամերին ունենալու են եւ ակնկալելու ենք հաջորդ տարիներին ջրամատակարարման աճ։ Այսօր արդեն պաշտոնական տվյալներով Երևանի բնակչության 80%-ից ավելին ունի մշտական ջրամատակարարում։ Ակնկալվում է, որ ցուցանիշը կհասնի 100%-ի, երբ կյանքի կոչվեն երկու խոշոր վարկային ծրագրեր։ Մեկը արդեն սկսվել է ֆրանսիական պետության կողմից, իսկ երկրորդը արդեն ընթացքում է եվրոպական ներդրումային եւ վերակառուցման բանկերի համատեղ վարկային միջոցների հաշվին է իրականացվելու նոր ծրագիր, որի արդյունքում արդեն հույսով եմ ունենանք ամբողջ քաղաքում նաև շուրջօրյա ջրամատակարարում։ Մինչ այդ նախկինում ջրամատակարարման նվազագույն ցուցանիշը Երևանում 12 ժամ էր, այժմ կհասնի 17-ի, հեռանկարում նաև շուրջօրյա ամբողջ քաղաքում, քանի որ կփոխվեն մի շարք թաղամասերի ջրամատակարարման համակարգերը բաժանորդի մուտքագծից մինչև մայրջրատար, կտեղադրվեն նաև անհատական ջրաչափական հանգույցներ։ Քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում է, որ նաև կարողանում ենք ունենալ լուրջ արդյունքներ ու հետևողական աշխատանքի շնորհիվ է նաև կարողանում ենք համատեղ ուժերով հաղթարել են խոչընդոտներն ու բարդությունները, որ կա մեր համակարգում։ Քաղաքապետը հատկապես մանրամասն հետևում է յուրաքանչյուր ներդրումային ծրագրին, յուրաքանչյուր իրականացվելիք աշխատանքներին, որոնք կատարվում են մեր ընկերության կողմից։ Մի բան հստակ է, պետք է արվի առավելագույնը երևանցիներին գոհացնելու համար, եւ այդ առումով վերցված թափավազքը նահանջ չի կարող ունենալ։ Եթե կրկին խոսենք թվերի լեզվով, ապա 10 տարում նախատեսված 10.6 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումն այս պահին 2.5 միլիարդ դրամով արդեն գերակատարվել է։
այսինքն ընկերությունը շարունակում է բարելավել համակարգի վիճակը, չկանգնելով ցուցանիշները հաղթահարելու կետին։ Այսինքն մենք դիտարկում ենք, որ բաժանորդները մերն են, մենք դեռ երկար պետք է շարունակենք այս համակարգը, շահագործել եւ սպասարկել, ուստի չենք կանգ առնում մեր առած ձեռքբերումների, մեր ցուցանիշների մակարդակին հասնելով։ 17-ժամյա ջրամատակարարման անցնելու մասին որոշումն էլ ընդունվել է մի շարք ուղղություններով տարված ու շարունակվող մեծածավալ աշխատանքի, տեխնիկական նորամուծությունների կիրառման, ջրի կորուստների զգալի նվազեցման, ռացիոնալ բաշխման, էլեկտրաէներգիայի խնայողության, ինչպես նաև մշտադիտարկումների արդյունքում։ Երևան ջրի կարգավարական կետն է, ուր մոնիտորների վրա առցանց հետևում են ջրի հոսքերին ջրաղբյուրներից մինչև բաշխիչ ցանց։ Հնարավոր շեղումները համակարգն անմիջապես հայտնաբերում է, ինչը թույլ է տալիս արագ ու օպերատիվ արձագանքել։ Իսկ ընդհանրապես 17-ժամյա ջրամատակարարումը նաև ջրի ավելցուկային ճնշման կառավարում է ենթադրում։ Քաղաքում ունենք մոտավորապես 250 հատ ճնշման կարգավորիչներ, որոնք տեղադրվել են վերջի տարիների ընթացքում։ Ժամանակին նմանատիպ սարքերի փոխարեն տեղադրված են եղել ուղղակի փականներ։ Այս սարքերը շատ ավելի առաջընթաց տեխնոլոգիաներ են, կիրառվում են նաև եվրոպական քաղաքներում։ Ընդհանրացնելով ասելիքը, փաստենք, որ արվում է հնարավորը մայրաքաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներն ավելի պատշաճ կազմակերպելու համար։ Երևան ջուր ընկերությունում վստահ են, ձեռքբերումներն առաջիկայում երևանցիներին ավելի տեսանելի կլինեն։ Վերջին տարիներին նոր հետաքրքիր ու կրեատիվ մոտեցումները մայրաքաղաքի զարգացման ծրագրերում նաև երևանցիների անմիջական մասնակցության արդյունք են։ Հատկապես մեծ է ակտիվությունը երիտասարդների կողմից։ Մարինեն նրանցից մեկն է։ Շուրջ 10 տարվա հասարակական գործունեության փորձն այսօր իր սերնդակիցների հետ ուղղել է հարազատ քաղաքի զարգացմանը։ Իհարկե շատ սիրում է Երևանը, բայց ինքս անձամբ ներգրավված չէի որևէ աշխատանքներում։ Ոչ թե ցանկություն չկար, այլ չգիտեի ինչպես կարելի է մասնակցել։ Իսկ այստեղ խորհուրդը մեզ շատ լավ հնարավորություն է տալիս նորից մասնակից դառնալ քաղաքի զարգացմանը, գեղեցկացմանը, կայացմանը։ 2013 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հիմնվեց Երևանի քաղաքապետի ինքից երիտասարդության հարցերի խորհուրդը։ Կառույց, ուր երիտասարդները ազատ են խոսելու երիտասարդության ու քաղաքի խնդիրներին առնչվող ցանկացած հարցից։ Այսօր խորհուրդն ունի 31 անդամ, որոնց թվում են հասարակական կազմակերպություններ, երիտասարդական միություններ, ինչպես նաև անհատ երիտասարդներ։ Քաղաքապետը ինքը լինելով երիտասարդ, ինքն է առաջինը կարևորում եւ գնահատում է երիտասարդությունը։ Երիտասարդը բերում է տեղեկատվություն, ինչ է կատարվում եւ որն է երիտասարդի խնդիրը, իսկ սա օգնում է քաղաքապետանին, որպեսզի ավելի նպատակային թիրախային կազմի իր ծրագրերը եւ իրականացնի։ Նիստեր, հանդիպումներ, քննարկումներ խորհրդի առօրյան բազմազան է ու որոշում են հենց իրենք։ Այստեղ այս սենյակում է անցկացվում հանդիպումների մեծ մասը, այստեղ են ծնվում նոր գաղափարներ ու ծրագրեր։ Բանավեճի ակումբը համատեղ շարունակական նախագծերից է, հարթակ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ գրագետ քննարկումներով ինքնարտահայտման համար։ Ակումբում քննարկումների արդյունքում էր 2014 թվականի կարևոր ձեռքբերումներից մեկը՝ հոկտեմբերին գործարկված նոր հեծանվողին։ Ամենամեծ երթուղին գծվեց Մանտենադարանից մինչև Էրեբունի Երևան արգելոց թանգարան, որը սիմվոլիկ նշանակություն ուներ, տուրիստական նշանակություն ուներ, ինչպես նաև ինքը յուրաքանչյուր մեծ խաչմերուկում ճառագայթման սկիզբ դրեց, որտեղից հետագայում արդեն մեր հեծանվորդների հետաքրքրության շատանալու դեպքում այդ ամեն ինչը մեր պետավտոտեսության հետ աջակցությամբ տարածական կլինի եւ կարծում եմ մի օր կգա, որ ամբողջ Երևանը նաեւ կունենա հեծանվողիներ։ Խորհրդի անդամներից բացի բազմաթիվ են նաեւ համագործակցող երիտասարդական կառույցները։ Նրանցից մեկի ֆլեշմոբ դիվիզիայի հետ էլ օրեր առաջ տրվեց գրքի բանկ ծրագրի մեկնարկը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվող նվիրատվության տաղավարն այս տարի տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ եւ այստեղ կմնա 1 տարի։ Ծրագրի այս փուլում ավելի շատ շեշտադրումը տրվելու է հենց զորամասերին գրքերով փակեցնելու, բայց գրքերի մոնիտորինգի արդյունքում չեն մոռացվի նաև մանկապարտեզները, համապատասխան գրականությամբ դպրոցները ու սահմանամերձ համայնքները։
Խորհուրդն այսօր ակտիվ համագործակցում է նաև օտարերկրյա կառույցների հետ։ Վերջին հանդիպումը Լիտվայից ժամանած կամավորների հետ էր։ Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Միջազգային նման հանդիպումների հիմնական կազմակերպիչն Աննան է։ Նրա կարծիքով շատ կարևոր է, որ երիտասարդական այս նախագծի հեղինակը քաղաքապետն է։ 2015 թվականի առաջին նիստի ժամանակ հանդիպեցին քաղաքապետի եւ բավականին երկար ժամանակ զրուցեցինք, դա երևի մի 3 ժամ տևեց։ Ես շատ ազատ եւ համարձակ կարող եմ խոսել եւ բարձրաձայնել այն հարցերի շուրջ, որը որ ինձ այսօր մտահոգում է։ Ապահովություն եմ զգում, որ խորհուրդը կա իմ մեջքին եւ ես կարող եմ ցանկացած հարցով դիմել։ Այս օրերին երիտասարդության հարցերի խորհուրդը զբաղված է նաև ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների նախաձեռնմամբ ու կազմակերպմամբ։ Հայոց հարցը հայ երիտասարդների դիտանկյունից ծրագրով երիտասարդներին կնախապատրաստեն թեմատիկ բանավեճերի։ Խորհրդի անդամ երիտասարդները քաղաքային մի շարք ծրագրերի անմիջական նախաձեռնողն են ու իրականացնողը, միաժամանակ ակտիվ են նաև համաքաղաքային ծրագրերում։ Երիտասարդությունը Երևանում մասնավորապես շատ ակտիվ է ու այդ ցանկացած մեզանից է հենց կախված, ինչքանով մենք ուզենանք այդ կյանքի մասնիկ լինենք, այդ մեծ շարժիչի մի մեխանիզմը լինենք, խորհրդի հետ համագործակցությունը չի սահմանափակվում մենակ նիստերով ու մենակ մեր անձնական ծրագրերի պրոպագանդայով կամ այլ հարցերով։ Երիտասարդության հետ կապված ու ոչ միայն ցանկացած խնդիր, որ հնարավոր է երիտասարդության կողմից լուծվի, խորհրդի թե ընդլայնված նիստերում է լինում, թե ավելի փոքր կազմերով հանդիպումների ընթացքում է լինում։ Ներգրավել խորհրդի աշխատանքներին կարող է յուրաքանչյուր երիտասարդ։ Միակ պայմանը ցանկությունն է որևէ քայլով օգտակար լինել մայրաքաղաքին։ Եթե արդեն որոշեցիք, ապա կարող եք խորհրդի անդամների հետ կապվել Facebook սոցիալական ցանցի խորհրդի էջից կամ ընկերախմբից։ Յուրաքանչյուր նախագիծ, որ առաջարկվում է, մենք շատ արագ փորձում ենք կյանքի կոչել եւ ամբողջ քաղաքային ռեսուրսը օգտակար է լինում, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն։ Այսպես օրինակ էկոսերունդ նախաձեռնությունը, որտեղ կոլեջականները 7-րդ, 6-րդ դասարանցիներին ներկայացնում են, թե ինչ է էկոլոգիան, ինչ է նշանակում մաքուր քաղաք ունենալ։ Կամավորությունը, ինչպես երիտասարդներն են ասում, բնավորություն է եւ մարդկային տեսակ։ Նրանց համար չկան աշխատանքային հստակ ժամեր։ Հերթական ծրագրի նախագիծը մինչև իրականացման ավարտ կարող է շարունակվել մինչ ուշ կեսգիշեր։ Այդ ամենը նրանք անում են իրենց երիտասարդների ու երիտասարդությունը երբեք չկորցնող սիրելի մայրաքաղաքի համար։